այս նոր չափորոշչի ներդրումը նշանակում է կրթության որակի բարձրացման տարբեր գործիքակազմերի ներդրում եւ այդ թվում ուսուցիչների աշխատած ժամանակի, որն ըստ էության նաեւ ուսուցիչների վարձատրության բարձրացման հնարավորություն է ընձեռում, 1 ժամի արժեքը բարձրանում է, քանի որ դրույքաչափը 22 դասավանդվող ժամից դառնում է 18 դասավանդվող ժամ տարրական դասարանների եւ 20 դասավանդվող ժամ հիմնական եւ ավագ դասարանների համար, ըստ էության 10 եւ 20% 1 ժամի արժեքի բարձրացում ենք ունենում։ Իհարկե, ես պետք է հիշեցնեմ ուսուցիչների վարձատրության մեր մյուս ծրագրերը, որոնցից հատկապես կուզեմ ընդգծել կամավոր ատեստավորման մասին։ Մենք արդեն ուսուցիչների շուրջ 20%-ին կարողացել ենք այս ծրագրի շրջանակներում բարձրացված դրույքաչափով աշխատավարձի հնարավորություն տալ եւ այս միջոցառման համար նախորդ տարի 6.2 միլիարդ դրամ է հատկացվել, որը նախորդ տարվա ցուցանիշը 1.9 անգամ գերազանցել է։ Այս տարվա ցուցանիշները շատ ավելի բարձր են։ Մեզ արդեն իսկ բազմաթիվ ուսուցիչներ են դիմում, առիթից օգտվելով նշեմ, որ առաջիկայում կտրվի հայտարարությունը կամավոր ատեստավորման դիմումների, ատեստավորման բուն գործընթացը նախատեսում ենք նոյեմբերին անցկացնել, ինչպես եւ նախորդ տարի, երբ առաջին անգամ անցկացրեցինք էլեկտրոնային եղանակով, այս տարի նույնպես էլեկտրոնային ձևաչափով ատեստավորման անցկացումը կապահովենք։ Շարունակել ենք մեր կարևոր ծրագրերը, որոնք հավելավճարներ են նախատեսում բնագիտական առարկաների ինֆորմատիկայի ուսուցիչների, գյուղական միջև 100 սովորող ունեցող դպրոցների համար, ինչպես նաև տարակարգի շնորհման ծրագրերը, այստեղ էլ պետք է ասեմ, որ բավականին լավ արդյունքներ ունենք, մեծացել է դիմելիությունը եւ այստեղ էլ ունենք արդեն մեծ թվով ուսուցիչներ, որոնք պատրաստվում են դիմել, գիտեք, որ 3-րդ, 4-րդ տարակարգի դիմելու նախապայման է կամավոր ատեստավորում անցած լինելը եւ մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ շուրջ 2.8 անգամ աճ ունենք տարակարգին դիմելիության եւ նաեւ տարակարգ ստանալու ուղղությամբ եւ կարծում եմ, որ առաջիկայում այստեղ ունենալու ենք ել ավելի ուրեմն լավ արդյունքներ եւ ավելի մեծ դիմելիություն։ Պետք է նախորդ տարվա մեր առաջին անգամ անցկացված գործողություններից նշեմ հատկապես ատեստավորման մասին խոսելով ՄԿՈՒ համակարգում կամ քոլեջների համար իրականացված ատեստավորումը, որտեղ մեր ցուցանիշները նույնպես բավականին մեծ հնարավորություն են տվել ուրեմն քոլեջների դասախոսներին եւ արտադրական վարպետներին աշխատավարձի բարձրացում ունենալ, ընդ որում այս մասին առիթ ենք ունեցել խոսելու, որ վարձատրության համակարգերը քոլեջներում ավելի ցածր էր միջինում, քան օրինակ դպրոցներում եւ սա բերել է նրան, որ 2-3 անգամ մարդկանց վարձատրությունը բարձրացել է։ Այս պահի դրությամբ ոսկերչության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների խոհարարության ուղղություններով մեր ուրեմն վանկավարժներն են մասնակցել, ատեստավորմանը 300-ից ավել մասնակիցներ են ունեցել, ընդ որում այստեղ ատեստավորումը բոլորին է վերաբերում, ատեստավորման արդյունքում մասնակիցների 89%-ը հաղթահարել է շեմը եւ ինչպես նշեցի, արդեն իսկ ստանում են բարձրացված վարձատրությունը եւ սա նաեւ այս ոլորտներում աշխատանքի գրավչությունն է բարձրացնում, բայց ոչ միայն պետք է հիշեցնեմ, որ մենք ակտիվորեն խրախուսում ենք նաեւ քոլեջներ դիմելիությունը, նախորդ տարի մեր ամեն 3-րդ շրջանավարտի 9-րդ դասարանի դիմել է ՄԿՈՒ հաստատություն։ Սա շատ լավ ցուցանիշ է, սա նշանակում է, որ մեր երեխաները 9-րդ դասարանը ավարտում են շատ ավելի մասնագիտորեն կողմնորոշված ու պետք է հիշեցնեմ, որ սա էլ նոր չափորոշչի ներդրվող գործիքակազմերից մեկն էր, մենք մասնագիտական ուսուցման խմբակները դարձրել ենք պարտադիր 8-րդ դասարանից սկսած, որպեսզի երեխան արդեն իսկ կարողանա ընտրել մասնագիտություն եւ կարողանա իր հետագա ուսուցումը կազմակերպել ավելի նպատակային, պետք է ասեմ, որ մենք նախորդ տարվա ընդունելության 11.4% աճ ենք գրանցել, ընդհանուր առմամբ շուրջ 45,000 սովորող ունենք մեր ՄԿՈՒ համակարգում եւ սա մեր տնտեսության զարգացման համար ամենակարևոր հարցերից է, որովհետեւ գիտեք, որ այսօր բազմաթիվ կադրեր կան, որոնց կարիք ունենք եւ որոնք հենց քոլեջային կրթության մասնագետներ են ենթադրում։ Իհարկե, այստեղ ես պետք է առանձնահատուկ նշեմ գերակա ուղղություններով կրթաթոշակների ծրագիրը, որ մենք ներդրեցինք թե քոլեջներում, թե բուհերում, քոլեջներում դրանք արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներն են ամսական 50,000 դրամի հնարավորությամբ, ընդ որում գործում է առաջադիմության շեմ եւ ուզում եմ սա հատուկ շեշտադրել, որ երկրորդ տարվանից առաջադիմության շեմով կրթաթոշակի արդեն ստացման շահառուների թիվը մինչեւ 41% է լինում, ինչը նշանակում է, որ մենք ոչ
թե մեխանիկական համակարգ ենք ներդրել, այլ գործում է իրապես կրթական տրամաբանությանը ամբողջությամբ համահունչ մի կրթաթոշակային ծրագիր։ Եվ նույն ծրագիրը այս տրամաբանությունը ներդրվել է մանկավարժական ուղղություններով բնագիտական առարկաների սովորողների համար, որտեղ նույնպես ունենք բավականին աճ, շուրջ 20%-ով նախորդ տարվա ցուցանիշներով ավել ընդունվողներ են ունեցել, ես հատուկ եմ նշում ընդունվողների թիվը, որտեղ դիմելիությունը դեռևս չի նշանակում, որ նրանք ուսանող կդառնան, դիմելիության տեսանկյունից ավելի բարձր են ցուցանիշները, այստեղ նաև նախապատրաստական աշխատանքների խնդիր կա, բայց ես շատ ուրախ եմ, որ մենք խոսում էինք մի ցուցանիշի մասին, որ տարեկան 1, 2, 3 հոգի է դիմում ֆիզիկայի, քիմիայի ուղղությամբ ուսուցիչ դառնալու, հիմա խոսում ենք այն մասին, որ 20-30 հոգին էլ լավ չի, բայց մենք հասել ենք 20-30-ին, 1-ից, 2-ից, 3-ից, դեռ շատ բան ունենք անելու, բայց այդ ուրեմն աշխատանքը ճիշտ ուղղությամբ գնում է եւ վստահ եմ, որ առաջիկայում ցուցանիշները բարելավելու են։ Նախորդ տարի այս համակարգը ներդրեցինք նաեւ ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա եւ նախորդ տարի 220 ուսանող այս մասնագիտություններով, այսինքն ես նկատի ունեմ այն առաջնահերթ մասնագիտությունները, որոնց վրա տարածվում է 70,000 դրամ կրթաթոշակի ծրագիրը, ընդունվել են արդեն ագրարային համալսարան։ Սա էլ մեր տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է, ընդհանուր առմամբ մեր դպրոցների շրջանավարտների 52.3%-ը ընդունվում են բուհեր, ինչը բավականին համադրելի ցուցանիշ է միջազգային ուրեմն տարբեր համակարգերի հետ, ընդ որում պետք է ասեմ, որ այս տարի դիմորդների թվի աճ ունենք, ուրեմն ընդունելության քննությունների հենց այսօր մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը եւ առիթից օգտվելով մեր բոլոր դիմորդներին հաջողություն եմ մաղթում իրենց ընտրած առարկաների քննություններում։